Մեզ է միացել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանը, բարացես։ Այսօրվանից Ազատության հրապարակում նստածույց են սկսում արցախցիները։ Ճիշտ է։ Հանրահավաքի օրվանից։ Հանրահավաքի օրվանից։ Դա նստածույց անողների որոշումն է, թե կա ավելի լայն շրջանակի որոշում։ Ընդհանուր առմամբ հետևյալն ասենք, որ երբ որ պահանջագիրը հանրահավաքից հետո ներկայացվել է կառավարությանը, իսկ հենց հանրահավաքից անմիջապես հետո այդ խորհրդի մասնակիցների կողմից կառավարության շենքում հենց հանձնվել է հատուկ ներկայացուցչին եւ դրանից հետո ասվել է, որ մեկ շաբաթվա ընթացքում կպատասխանեն պահանջագրի մեջ դրված ներառված պահանջներին։ Դրանից հետո որոշվել է, որ վրան է տեղադրվում Ազատության հրապարակում, որտեղ որ կմնան մարդիկ, միջև որ այդ հարցերի պատասխանները կտրվեն։ Ոչ բոլորն են նստածույցի հանրահավաքի մասնակիցներից նստածույցին մասնակցում, բայց նրանք, ովքեր որ ցանկություն ունեն, օրվա ընթացքում անընդհատ կարող են գալ, գնալ, քննարկումներ է լինում, այսօր օրինակ կազմակերպվել է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ քննարկում, որը նպատակ ունի ուղիղ ցույց տալու, խորհրդակցություններ անցկացնելու եւ նաեւ ուրեմն լրատվամիջոցների միջոցով եւս մեկ անգամ բացատրել։ Կարող ենք մի փոքր ավելի բաց խոսել։ Նստածույցը սոցիալական, այդ հանրահավաքը նստածույց սոցիալական է թե քաղաքական։ Հանրահավաքը իրավունքների մասին է, իսկ իրավունքները չեն կարող միայն լինել սոցիալական, իրավունքները լինում են նաեւ քաղաքական։ Եվ ընդ որում պետք է տարանջատենք ոչ թե ներքաղաքականի մասին է խոսքը, այսինքն ոչ թե ինչ որ Հայաստանի ներքին քաղաքական կյանքին վերաբերող հարցերի։ Կասկածանք այս ուղղությամբ։ Ես գիտեմ, որ արցախցիները գեներացնում են ներքաղաքական նոր process։ Ես գիտեմ, որ ոչ թե կասկածանք, այլ շատ ավելի կընդհանրեի պետական քարոզչական մեքենա եւ կոնկրետ քարոզիչների կողմից այս ամեն ինչը այդ քողի տակ ներկայացնելու միտում եմ տեսնում, ինչը մեծ հաշվով իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ խորագիրը հայտարարված եղել է հանուն Արցախի ժողովրդի իրավունքների։ Հասկանալի է, բայց նստածույցի կամ հանրահավաքի մասնակիցները որևէ պահի քաղաքական ինչ որ շրջանակի կարիքը չեն զգալ։ Ինչ նկատի ունեք։ Նկատի ունեմ հանրահավաքային ալիքը ավելի մեծացնելու, ավելի տարածելու։ Հանրահավաք հայտարարելուց հետո տարբեր քաղաքական միավորների կողմից Հայաստանի Հանրապետության եղել են հայտարարություններ, որ մենք պատրաստ են կանգնել Արցախի ժողովրդի այո, եղել են եւ մասնակցություն ունեցել են Ազատության հրապարակում, եղել են նաեւ Հայաստանի քաղաքական տարբեր միավորների ներկայացուցիչներ, բայց ըստ էության հանրահավաքի բովանդակությունը եւ պահանջները դրանից չի։ Իմ ասածը դա չէ։ Հանրահավաքը ունի քաղաքական հովանավոր, թե ոչ։ Ոչ։ Հանրահավաքի հովանավորը Արցախի ժողովուրդն է, այդ խորհուրդը, որը որ ձևավորվել է, խորհուրդը ներառում է միջև դա ձևավորվել էր Արցախյան ՀԿ-ների միավորում, այսպես ասած, մի հատ հարթակ, որտեղ որ 60-ից թե 70-ից ավելի Արցախյան ՀԿ-ներ են մասնակցում, եւ այդ ՀԿ-ների որոշմամբ նաեւ ձևավորվել է խորհուրդ, որում ընդգրկված են արցախցիներ, այդ միավորման մեջ չկազմող, եւ այդ խորհուրդը որոշել է, որ այս ծանր իրավիճակում պետք է հանրահավաք անցկացնել։ Ինչու հիմա։ Հիմա է ծանրացել իրավիճակը։ Այո, որովհետև ապրիլից սկսած դադարեցվում է արցախցիներին տրվող կեցության եւ այլ ծախսերի համար բնակարանային այդ կեցության եւ այլ ծախսերի համար տրվող սոցիալական աջակցության ծրագիրը, ինչը նշանակում է, որ ընդամենը 1 շաբաթ 10 օրից հազարավոր ընտանիքներ մնալու են անօթևան եւ չքավորության մեջ։ Այսօր բայց ներողություն, ես ուզում եմ, որ շատ հստակ լինենք այդ հարցում, սա այն կարևոր հարցն է, որ երբեմն փորձում են մանիպուլյացիաների ենթարկել, որ մարդիկ դուրս են եկել իրենց ինչ որ փող են ուզում պետությունից եւ այլ, բայց ես օրինակ դա այդպես չեմ մեկնաբանում, մարդիկ ուզում են մնալ Հայաստանի Հանրապետությունում եւ մարդիկ ակնկալում են, որ իրենց Հայաստանի Հանրապետությունում մնալու համար պետությունը պետք է աջակցություն ցուցաբերի։ Լրատվականներից մեկով լսում էի Արցախի բնակչուհու խոսք, որտեղ ասում էր. ես Հայաստանի անձնագիր չեմ ուզում եւ չեմ վերցնի, բայց պետք է ինձ վճարեք այստեղ ապրելու համար։ Կբացատրեք այդ։ Եկեք սկզբից բացատրեմ, որ ես տարբեր առիթներով էլ ասել եմ, որ Արցախի ժողովուրդը Երևի դուք էլ եք հանդիպել, որ կան մարդիկ, ովքեր չեն ուզում։ Միանշանակ ես հենց դրանից եմ ուզում սկսել, որ Արցախի
ժողովրդի մեջ կա այդ հարցի շուրջ կոնսենսուս չկա քաղաքացիություն վերցնել եւ չվերցնելու հարցում եւ դրա եւ պատճառներից հիմնականը նա է առաջինը վերադարձի իրավունքի կորուստի վերաբերյալ մտահոգություններ, որոնք միջև այսօր կառավարության կողմից փարատված չեն, երբ որ մարդիկ տեսնում են, որ վերադարձի իրավունքի մասին Հայաստանի իշխանությունները պաշտոնական մակարդակում ոչինչ չեն խոսում, մարդկանց մոտ խորանում է այդ մտահոգությունը, որ ես քաղաքացիություն ձեռք բերելով կարող է կորցնեմ այդ իրավունքը, ինչը անկեղծորեն պետք է ասեմ միջազգային իրավունքի մասնագետները հակառակն են պնդում, որ դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ, այս մեկ, բայց այստեղ միայն իրավական հարցը չէ, այստեղ նաև սոցիալ-հոգեբանական հարց է եւ այդ մարդիկ պետք է հստակ համոզված լինեն, որ դա չի ազդելու իրենց այդ իրավունքի վրա, այդ մեկ։ Երկրորդ, մի խումբ կա, որը պնդում է, որ մենք եղել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչի համար են մեզ դրդում նորից գնալ դիմում գրել եւ նորից դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Իրենց կայացրած որոշմամբ մեզ զրկել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, հիմա նորից դրդում են դիմելու եւ ստանալ։ Այսինքն այս հարցի վերաբերյալ տարբեր է մոտեցումները եւ տարբեր են դիրքորոշումները։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Տիկին ասում է, որ ինձ պետք է տրվեն ուրեմն տրվեն աջակցություններ, պարոն Ացականյան, տեղահանվածներին կամ փախստականներին աջակցությունը տրվում է սոցիալական կարիքի հիման վրա եւ ոչ թե իրավական կարգավիճակի հիման վրա։ Եվ դա այդպես է ամբողջ աշխարհում եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա մի փոքր ավելի բարձրացնենք նշաձողը։ Հանրահավաքի մասնակիցները, նստածույցի մասնակիցները պահանջում են ապահովել Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը Արցախ։ Ումից են պահանջում։ Հանրահավաքի մասնակիցները եւ կոնկրետ այդ թեմայով ելույթով ես այս կտորը վերցրել էի այդ հայտարարությունից։ Այո, եւ նաեւ հանրահավաքի ժամանակ իմ ելույթի մեջ եմ ես խոսել հավաքական վերադարձի մասին եւ ձևակերպումը հետեւյալն է, ընդհանրապես պահանջը ձևակերպված է հետեւյալ կերպ, որ հարցը մտցնել բանակցային գործընթացի օրակարգ։ Այսինքն պարտադիր Հայաստանը մենք համարում ենք հնարավոր, որ այդ հարցը ոչ միայն հնարավոր, այլ համարում ենք պարտադիր, որ որևէ այլ երկիր, քան Հայաստանը այդ հարցը օրակարգ դարձնելու մեծ հաշվով լեգիտիմությունը չունի։ Երբ որ մենք փորձում ենք օրեր առաջ Շվեյցարիայի մասին չէ խոսքը, խոսքը կարողության մասին է, խոսքը Հայաստանը հնարավորության մասին է։ Մենք մեր գերիներին չենք կարողանում հետ բերել։ Դուք պահանջում եք վերադարձ։ Մենք պահանջում ենք հարցը օրակարգ մտցնել, մենք պահանջում ենք այդ թեմայի շուրջ քննարկումներ սկսել։ Մենք չենք պահանջում, որ բարձ այս իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը չի ասելու հենց հիմա վերադառնում են արցախցիները, բայց եթե այդ հարցը ընդհանրապես չի քննարկվում, չկա այդ պլատֆորմը, որտեղ թեկուզ Արցախի ներկայացուցիչները կարողանան ներկա լինել եւ քննարկել հավաքական վերադարձի հնարավորությունը կամ պայմանները։ Հիմա Շվեյցարիայի նման պետությունը, որը երկու պալատների կողմից ընդունում է բանաձև, որը վերահաստատում է վերադարձի իրավունքը, իսկ դրանց զուգահեռ ձեռքերը շատ ազատ են, կարող է անել։ Ես ուրիշ նրբություն եմ նկատում։ Դուք գիտեք ինչի մասին եմ ես խոսում։ Հայաստանը արդյոք աշխատում է Շվեյցարիայի նման ձեռքերը բաց ունեցող երկրների հետ, որ այդ երկրների միջոցով այս հարցը պետք է աշխատել, ճիշտ եք ասում։ Հենց դրա մասին է խոսքը, բայց մենք ձեր ֆունկցիաներից մեկն էլ դա է, որ միջազգային բոլոր կառույցների դռները բաց պահել Արցախի իրավունքի։ Եվ մենք փորձում ենք կարողությունների շրջանակներում դա անել, բայց երբ որ Շվեյցարիայի խորհրդարանում քննարկման ժամանակ Շվեյցարիայի արտգործնախարարը ելույթում ասում է մենք այս հարցով դիմել ենք Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչներին եւ նրանք շահագրգռված չեն, այստեղ մենք հանդիպում ենք լրջակուն բարիերի, որովհետեւ միշտ էլ առաջանում է այդ հարցը, բա ուր է Հայաստանը։ Հարգելի քերամ, տեսեք, ես ինձ համար շատ այսպես տանջող հարց է դա, որովհետև այն չարաբաստիկ օրերից, որ մենք գալիս ենք մինչև այսօր, ես ուզում եմ այդ օրերից մի օրինակ բերել, որ Արցախի իշխանություններին չհաջողվեց Ադրբեջանի հետ բանակցել անգամ մի միջանցքի հարցում, չհաջողվեց բանակցել ինչ որ կարգավիճակի ձեռքբերման, որին կարծես թե պատրաստ էր Ադրբեջանը, բայց ինչ պայմաններում եւ ինչպես դա էլ չհաջողվեց։ Հիմա մենք այդ ամենը կորցրել ենք։ Հայաստանի իշխանությանը ասում են գնա վերադարձրու մեր Արցախ վերադառնալու իրավունքը։ Ես ուզում եմ օբյեկտիվ լինենք մենք եւ դրա հնարավորության գոնե մի քանի տոկոսը կարողանանք ֆիքսել հիմա։ Հայաստանի իշխանությանը ասվում է, որ վերադարձի իրավունքը տարբեր ֆորմատներում քննարկումների ժամանակ անել այնպես, որ դա դառնա քննարկման առարկա եւ դա կարվի ուղիղ Ադրբեջանին դա ասելով, դա կարվի միջազգային հարթակներում ունեցած
բարեկամական երկրների միջոցով, թե կարվի, չգիտեմ, այսինքն կարելի է չէ քննարկել։ Հիմա մենք Դուք այդտեղից իսկապես արդյունք եք սպասում, հա? Ես սպասում եմ արդյունք, որ այդ հարցը չի փակվի, մեծ հաշվով այս պահի դրությամբ բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ այս իրողություններով հարցը չփակելը ուրիշ բան է։ Հարցը իհարկե պետք է չփակել։ Հարցը փակելը դա կլինի, չգիտեմ ինչ հիմարություն։ Այո, հարցը չփակել նշանակում է խոսել այդ մարդկանց վերադարձի մասին։ Ինչպես այլ ձևով, ինչպես հարցը փայես բաց։ Այսինքն, եթե դու չես խոսում այդ հողի, այդ երկրի նկատմամբ կունեցած իրավունքներից, այդ թվում վերադարձի իրավունքից, մշակութային ժառանգության պահպանման իրավունքից եւ մնացած իրավունքներից, ինչպես եք պատկերացնում հարցը բաց պահել։ Խոսեցինք, հետո խոսում ենք ամեն օր ասում ենք եւ այդ խոսույթը Հայաստանում գտնում է բացարձակ աջակցություն։ Այդ խոսույթը Հայաստանում, եթե մեր հայրենակիցների կողմից գտնում է բացարձակ աջակցություն, ապա Հայաստանի իշխանությունների կողմից պաշտոնյաների բերանով հնչում է, որ այդ հարցում մենք որևէ ձևով կողմ չենք, այսինքն քննարկման չենք մտնելու։ Ինչ եղել է այս մարդկանց հետ, հաշտվեք, ընդունեք իրականությունը ու ապրեք, ինտեգրվեք հայաստանյան իրականությանը։ Ես շատ լավ հասկանում եմ ձեր հարցերը եւ այնպես չի, որ այդ հարցերը միայն դուք եք տալիս, այդ հարցերը հաճախ նաեւ ես ինքս ինձ եմ տալիս, բայց եւ հասկանում եմ, որ այդ իմ իրավունքը ամրագրված է եւ իմ իրավունքը ես պատրաստ եմ պաշտպանել եւ առաջ մղել։ Եվ չգիտեմ 10 տարի հետո ինչ կլինի։ Արտակ Բեգլարյանը ասում է, մեզ համար լավագույն տարբերակը համայնքային բնակեցումն է։ Ծանոթ եք այդ պահանջին։ Դա ինչպես եք դուք պատկերացնում եւ ինչ տարբերություն Արցախցին Հայաստանում որտեղ է բնակվել։ Ըստ էության այդ ասվածի հիմքում երևի ավելի ճիշտ ձևակերպումը կլինի կոմպակտ բնակչությունն է։ Ձևակերպենք այդ։ Դա նշանակում է, որ հնարավորություն ստեղծվի արցախցիների համար պահպանել իրենց սոցիալական կապերը, պահպանել այն առնչությունները, որ ունեցել են։ Մարզ, Արցախի մարզ անունը տնենք, որտեղ ապրում են մեն Արցախից։ Մի պատկերացրեք դա այդպես, պատկերացրեք օրինակ մի տարբերակներից մեկն եմ ասում, Սյունիքի մարզում ունենալ 4 կոմպակտ արցախցիներով բնակեցված բնակավայր, Լորվա մարզում ունենալ եւս 4, այսինքն ըստ էության Հայաստանի Հանրապետությունում կան չէ այդպիսի բնակավայրեր, որոնք որ ցեղասպանությունից վերապրածները միասին բնակվել են։ Հիմա ինչն է խանգարում, որ այդ նույն մոդելով նաև արցախցիներ, հենց խոսքը դրա մասին է։ Իսկ դուք ինչ արգելքի եք հանդիպել այդ։ Հիմա գործարկված բնակարանային ծրագիրը նախ դա չի խթանում, այսինքն մեծ հաշվով ինչ է ասում կառավարությունը, ասում է ազատություն ենք տվել, գնացեք դուք որոշեք, թե ով որտեղ է ուզում ապրել եւ այլ։ Նախ իմ համոզմունքն այնպեսին է, որ սա այնպիսի կարևոր հարց է, որ պետությունը միգուցե նաև այդ ազատությունը սահմանափակելով պետք է որոշել։ Օրինակ Արցախում մենք ինչ արեցինք 2020 թվականից հետո, ցավոք սրտի դա վերջապես իր արդյունքին չհասավ, բայց Հադրութից տեղահանված մեր հայրենակիցների համար Ստեփանակերտի Արվարձանում կառուցվում էր Հադրութ թաղամաս, որտեղ 4000 մարդ պարունակող բնակավայր պետք է լինի հադրութեցիների միասին ապրելու համար։ Ասկերանի օկուպացված տարածքների ժողովրդին պետք է տեղակայեին Ասկերանի մեկ այլ հատվածում կառուցվող համահավաք մի հատ բնակավայրում։ Ինչը շատ կարևոր է, կոնկրետ ես էլի եմ նշում։ Հիմա տեսեք, հանրահավաքը կայացավ, հանրահավաքը ամփոփվեց, ավարտվեց, ազատության հրապարակը չէր դատարկվում։ Ինչի համար չէր դատարկվում, որտեղ մարդիկ կարոտ ունեին միմյանց տեսնելու, կանգնած խոսում են, այդ խոսակցությունները չէր դատարկվում։ Շատ լավ է, որ մարդիկ Այո, եւ մինչեւ հիմա ինչքան որ հնարավոր է եղել պահպանել եւ պետք է այդ առումով նաեւ շատ շնորհակալություն հայտնել օրինակ Սփյուռքյան կառույցներին, որոնք տարբեր առիթներով հնարավորություն ստեղծել են, որ մարդիկ Հայաստանում գործող Սփյուռքյան կառույցներին հավաքվեն, տարբեր միջոցառումներ կարողանան անցկացնել այդ սոցիալական կապերը պահպանելու համար, բայց դա երկարաժամկետ հեռանկարում, եթե պետական քաղաքականություն չեղավ, գմարի կգնա։ Ինչ ասում է կառավարությունը, ասում է ազատություն է տրված, գնացեք, դուք կարող եք համայնքներով գնալ եւ միասին ապրել։ Այդպիսի հնարավորություն չկա։ Այսինքն չես կարող գտնել Հայաստանի Հանրապետությունում այսօր մի հատ բնակավայր կամ համայնք, որում կարողանաս միանգամից գնալ եւ 200 տուն գնել։ Հա, այսինքն ենթադրենք Արցախի մի գյուղը որոշում է գնա Հայաստանում մի հատ գյուղում ապրի։
Եվ ինչ պիտի անի, պետք է գնա այնտեղ ազատ բնակարանները գնի եւ առնի։ Ես ենթադրում եմ, որ այդ տարածքի մարզային իշխանությունը պետք է պայմաններ ստեղծի այդ մարդկանց։ Եվ բնակարանաշինություն է պետք։ Եվ բնակարանաշինություն, այո։ Որը կարող է ապահովել։ Դե տեսեք, ձեր նշածը արդեն այլ լուծում է։ Դա համայնքային բնակեցում չէ։ Դա համայնքային, չէ, ինչ համայնքային անունը ինչ ուզում եք դրել, դա այլ լուծում է, այսինքն դա լուծում է արցախցիների ավելի հեռանկարային, որտեղ ապրելու, ինչպես ապրելու, իր մշակութային հենքը պահելու տարբերակ։ Բա վերադարձի պահանջը ում միջոցով է արվելու։ Իմիջայլոց Գյումրի նախընտրական քարոզարշավին հետևել եք։ Այո։ Կային տեխնացուներ, ովքեր Արցախ վերադարձնելու պատրաստակամություն ունեին հայտնում։ Լսել եք այդպես։ Չէ։ Դա շատ էական է։ Հիմա ենթադրենք այդ մարդիկ պետք է իրագործեն իրենց նախընտրական այդպիսի պատրաստակամությունը։ Ենթադրում եմ, որ այդ մարդիկ էլ են առնվազն խոսում են նրա մասին, որ այդ հարցը պետք է բաց պահել։ Դուք եթե պատկերացնում եք, որ վերադարձի մասին խոսելը շահարկել չեք կասկածում, չէ՞, ովքեր ինչպես շահարկում են արդեն։ Դե եկեք ես այդ հարցի մեկնաբանություններ չտամ եւ ես խոսեմ իմ անունից, ես երբ խոսում եմ վերադարձի իրավունքի մասին եւ գիտեք շատ հստակ պետք է լինենք, այնպես չի որ արցախցիները երբ որ խոսում են վերադարձի իրավունքին, պատկերացնում են, որ վաղը վերադարձ է լինելու։ Այսինքն այնպես չի որ մենք ապրում ենք վակուումում այս իրականությունից կտրված մի միջավայրում։ Խոսում է այն մասին, որ այս հարցը գնացեք քննարկեք, այս հարցը հակամարտությունը ստեղծվել է ինչի համար, ինչպես է առաջացել Արցախի ժողովրդի իրավունքների։ Հիմա այսինքն մենք հաշտենք այն գաղափարի հետ, որ վերջ խախտվել է իրավունքները, մենք համաձայն ենք դրա հետ, եկեք անցնենք առաջ, բայց դրա մասին է խոսում այն նաև, որ միջազգային դատական ակցիաներից է հետ կանչում։ Դուք այդպիսի վարքագիծ էլ ունենաք, աշխարհում կգտնվեն կառույցներ, ովքեր չեն ընդունի դա։ Այո, եւ դուք երևի շփվում եք այլ մարդու իրավունքների այն կառույցների միջազգային կառույցների հետ, ովքեր հենց այդպիսի խնդիրների են հետանել։ Ես համաձայն եմ ձեզ հետ եւ դրա ձեր ասած ապացուցելու է գալիս նաեւ այն հայտարարությունները եւ այն բանաձևերը, որոնք ընդունվում են տարբեր կառույցների կամ պետությունների կողմից։ Բալիև ինչու է ուզում Մինսկի խումբ լուծարել, ինչու է ուզում միջազգային հայցերից հրաժարվել։ Հենց դրա համար։ Մաքրել Արցախի այդ արյունոտ հետագիծը։ Այո, հայցերից ադրբեջանական պատմությունից։ Այո, համաձայն եմ ձեզ հետ եւ ինչ է մենք պետք է դրան համաձայնենք, մենք չպետք է պայքարենք, որ դա տեղի չունենա։ Չէ, ես մեր մասին չի խոսք, մենք իհարկե պետք է պայքարենք, բայց ով պետք է անի, ով պետք է արդյունք ապահովի մեր հավաքական մենքի համար, այստեղ է պետք մի քիչ տրամաբանությամբ այո, ավելի հստակություն մտցնենք։ Օրինակ, նույն Շվեյցարիայի կողմից ընդունված բանաձևն ասում է ստեղծել պլատֆորմ, որտեղ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները կարող են խոսել դրա մասին Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Հենց բանաձևը այդպես է, այսինքն շեշտը դնում է պլատֆորմ ձևավորելու վրա, այսինքն այդ բանաձևն ասում է ժողովուրդ, մենք Շվեյցարիան առնվազն խորհրդարանական մակարդակում համաձայն չէ այն իրավիճակի հետ, այն խախտումների հետ, որ կատարվել է ժողովրդի հետ, հետեւաբար առաջարկում է օգտագործել շվեյցարական հարթակը նստեցնելու մարդկանց եւ նման քննարկումներ նախաձեռնելու համար։ Նման հայտարարություն եղել է Կանադայի արտգործնախարարի կողմից, չգիտեմ կհիշեք, այդ հայտարարությունը մի քայլ ավելի առաջ էր գնում, ասում էր վերադարձ եւ ինքնորոշման իրավունք, Եվրոպական միության տարբեր հայտարարություններ։ Հիմա շատ абսուրդային իրավիճակ է ստեղծվում, երբ որ եւ ուզում եմ հստակ լինենք, մեր պահանջը միայն Հայաստանի Հանրապետության իշխանություններին չի ուղղված, շատ հստակ պետք է լինենք։ Այդ նույն պահանջագրերը ուղարկվում են եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին եւ ուղարկվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին, ուղարկվում է աշխարհում որքան որ ինչ հարթակ կա, որոնք որ պետք է շահագրգիռ լինեն այս հարցերի կարգավորմամբ, բոլոր նրանցից է պահանջը բոլոր նրանց է ուղղված։ Եվ վերցնել դա ներկայացնել թե քաղաքական ինչ որ բան ունի, հովանավոր ունի կամ քաղաքական ինչ որ մանիպուլյացիաների համար է այս ամեն ինչ արում, ուղղակի արդար չէ։ Կա տեղեկություն, որ Արցախում 14 հայ է մնացել։ Դուք ունեք այդպիսի տեղեկություն։ Այո։ Ովքեր են։ Ստեփանակերտի բնակիչներ են եւ նաեւ համայնքներում ուրեմն շրջաներում ապրող մարդիկ են, հիմնականում տարեց։ Իսկ ել ովքեր են ապրում, հա։
Ալիևը շատ շուշուտ հանդիպում է Արցախի բնակավայրեր, հատկապես Ստեփանակերտ, բայց ոչ մի տեղի բնակիչ չի երևում կադրում, որը ծափահար էր Ալիևին։ Դե տեսեք, օրինակ կար տեսանյութ, որ Ստեփանակերտի համալսարանը, Արցախի պետական համալսարանը, որ դարձրեցին Ղարաբաղ համալսարան, շատ ակտիվ ինչ որ վերափոխեցին այդ համալսարանը, սեպտեմբերի 1-ին ցույց տվեցին, որ վերագործարկվել է, սկսում է աշխատանքը, մեր թաղամասերից մեկը Ստեփանակերտի ամենասիրուն թաղամասերից մեկը դարձրեցին հանրակացարան, բերեցին երիտասարդներ, այնտեղ նկարահանեցին եւ այլ, բայց դրանից հետո էլ որևէ բան չի երևում եւ տարբեր տեղեկություններ, որտեղից որ հնարավոր է լինում քաղել, խոսում են այն մասին, որ այդ համալսարանը չի գործում։ Դա ընդհանրապես, այսպես ասած, շոու էր, բերեց ցույց տվեց ու այդ երիտասարդները իրապես այդ համալսարանի այսինքն չեն գտնվել կամ շատ փոքր տոկոս է գտնվել ադրբեջանցիների, ովքեր կհամաձայնեն գալ Արցախում։ Այո, եւ երկար ժամանակ դեռ այդպես է լինելու։ Եվ երկար ժամանակ դեռ այդպես է լինելու եւ հենց նաեւ այս ժամանակը պետք է օգտագործել վերադարձի մասին խոսելու համար։ Երկար ժամանակ ես վստահ եմ, անգամ այն բնակավայրերը, որոնք որ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 2020 թվականին, այդ բնակավայրերում է Ադրբեջանը դժվարանում վերաբնակեցում իրականացնել։ Եվ հետեւաբար մենք միշտ էլ գիտեինք, որ այդպես է լինելու։ Օրինակ, երբ որ մենք այնտեղ էինք, 20-ից 23 ընկած ժամանակահատվածում, մտածում ենք, որ ադրբեջանցիները հավանաբար վախենում են, որ կարող է նոր պատերազմ լինի, դրա համար չեն գալիս այդ բնակավայրերում բնակվեն եւ բայց մենք տեսնում ենք, որ դա համատարած տենդենց է։ Շատ դժվար է կարողանում այլ բնակավայրերից բերել։ Եթե 1, 2 կամ լավ 1000-ին էլ կարողանում են բերել, դա դարձնում են մի հատ։ Այսինքն ինչքան էլ Ադրբեջանի իշխանությունները ձգտեն ցույց տալ, որ հարցը փակման է մոտենում, գնում է փակ, այդ հարցը չի կարող փակվել։ Այո։ Հարցը, բացի դրանից հարցը չի կարող փակվել նաև այն պատճառով, որ հանրությունների մեջ ատելության մակարդակն այնպեսին է, որ խաղաղության համար որևէ խոսակցությունների համար հիմք չի տալիս։ Այդպես չի։ Չփակվել, ես պատկերացնում եմ նաև այնպես չի, որ Ադրբեջանը կուլ տվեց Արցախը եւ մարսեց գնաց, հա։ Ուզելու է դա անել։ Ամեն իր քայլով ուզելու է եւ ուզում է դա անել, բայց բարբերաբար հանդիպում է խոչընդոտների։ Օրինակ, այսօր միջև այստեղ գալը նաև դրա մասին տեղեկացա, Գերմանիայի նախագահը գրառում էր արել Արցախի մասին։ Արդեն դեսպանին են կանչել Բաքվում։ Այո, դեսպանին են կանչել, կարծես թե հեռացրել է այդ գրառումը, այսինքն ամեն այսպիսի մի քայլ Ադրբեջանը շատ մեծ սրերով է ընդունում եւ փորձում է, բայց մենք ինչ ենք անում։ Մենք ունեցած ես օրինակ ունեցած շատ սահմանափակ ռեսուրսներով կամ այն հանձնախումբը, որ ձևավորվել է եւ որը ղեկավարում է նախկին արտգործնախարարը Հայաստանի, հնարավոր բոլոր հարթակները փորձում ենք օգտագործել, բայց միշտ գալիս ենք բախվում ենք այն հարցին, որ ուր է Հայաստանը։ Եթե մի երկիր, որ 30 տարի շարունակ եղել է առաջամարտիկը այդ հարցի, մի պահ ընդամենը փակում է իր համար, ասում է ես այլևս դրա մասին չեմ խոսում։ Պարտվել ենք։ Պարոն Ասակյան, համաձայն եմ, բայց կան բազմաթիվ մեթոդներ։ Մի հատ բարձ օրինակ ձեզ ասեմ, թող դա միգուցե նաև հուշում լինի, հայցերը հետ կանչելու մասին։ Հայաստանը արդյոք կարող է բանակցել մեկ այլ երկրի հետ, դիցուք Ֆրանսիան, դիցուք Ուրուգվայը կամ մեկ այլ երկիր, որ ստանձնի այդ հայցերի, այսպես ասած, իրավահաջորդությունը։ Կարող է թե չէ։ Անում է թե չէ, ես գիտեմ, որ չի արվում, բայց կա հնարավորությունը դրա։ Հայցերը գին ունեն եւ բարձր գին, այստեղ պետք է դրանցից օգտվել։ Այդ Ադրբեջանի կատարած հանցագործությունները չպետք է թողնել Ադրբեջանի գրիչի տակ որոշվի։ Իհարկե, եւ հենց Ադրբեջանի պահանջն էլ դա է, մաքրել իրեն եւ այդ հայցերը հետ կանչելով Ադրբեջանը մաքրվում է։ Այո, Գեգամ Ստեփանյանը կամ, չգիտեմ, Արցախի մեկ այլ բնակիչ անհատական գանգատ կարող է տանել մարդու իրավունքների եվրոպական դատարան, բայց այն ծավալի հանցագործությունները, որոնք այս պահին ներկայացված են միջպետական գանգատների շրջանակներում, դա ավելի մեծ ծանր կշիռ ունի, քան անհատական տարվող գանգատները։ Շնորհակալություն, որ եկաք։ Ես եմ Գեգամ Ստեփանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան,